Հիսուս Քրիստոսով մեր ողջունները ձեզ բոլորիդ, սիրելի հայրենակիցներ, հերթական անգամ հայտնությունը եթերում է, ձեզ փաստեր պիտի բերենք, որոնք ապացուցում են, որ մորմոնները աղանդավորներ են։ Սուրբ Գիրքը մեզ շատ համարներ է տալիս, թե վերջին օրերը ինչեր պիտի կատարվեն։ Օրինակի համար 2 Տիմոթեոս 4 գլուխ եւ 3 համարի մեջ այսպես է գրված. Վասնզի ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չհամբերեն, հապա հաճելի բաներ լսելու մարմանջով իրենց ցանկությունների համեմատ վարդապետներ պիտի դիզեն իրենց եւ ճշմարտությունից իրենց ականջը պիտի դարձնեն ու առասպելների ետևե պիտի մոլորին։ Վերջին ժամանակներ ասվածը հենց անմիջական վերջի օրերը չի, որտեվ անցած 100-ամյակի ընթացքում շատ աղանդավորական շարժումներ մեջտեղ եկան, ինչպես բոլորը շատ լավ գիտեք, Եհովայի վկաները, նույնպես նաև մորմոնները։ Սրանք ավելի քողարկված աղանդավորականներ են։ Եթե Եհովայի վկաները քիչ թե շատ իրենց դիմակը պատրել են որպես աղանդավորներ եւ մանավանդ մեր ժողովրդի մեջ շատ հայտնի է, որ նրանք աղանդավոր են, ապա մորմոնները թաքնված են։ Եվ նրանք եւս հայ համայնքի մեջ մեծ գործունեություն ունեն եւ ոչ պակաս վտանգավոր են, քան Եհովայի վկաները։ Նախ ովքեր են կոչվում աղանդավորներ։ Նրանք, ովքեր որ հավատո հանգանակը չեն ընդունում։ Իսկ ինչ է ասում հավատո հանգանակը։ Կարդամ ձեզ համար։ Հավատում ենք մի Աստծու, ամենակալ Հորը, երկնքի եւ երկրի, երևելիների եւ աներևույթների արարչին, եւ մի Տեր Հիսուս Քրիստոսին, Աստծո որդուն, ծնված Հայր Աստծուց, միածին, այսինքն Հոր էությունից, Աստված Աստծուց, լույս լույսից, ճշմարիտ Աստված, ճշմարիտ Աստծուց, ծնունդ եւ ոչ արարած։ Նույն ինքը Հոր բնությունից, որով եղավ ամեն ինչ երկնքում եւ երկրի վրա, երևելիները եւ աներևույթները, որ մեզ մարդկանց համար եւ մեր փրկության համար երկնքից իջնելով մաննացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Գույս Մարիամից, չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելնելով երկինք եւ նստեց Հոր աջ կողմում։ Գալու է նույն մարմնով եւ Հոր փառքով դատելու կենդանիներին եւ մեռելներին, ում թագավորությունը անվախճան է։ Հավատում ենք եւ Սուրբ Հոգուն, անեղին եւ կատարյալին, որ խոսեց օրենքում, մարգարեներում եւ ավետարաններում, որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով եւ բնակվեց սուրբերի մեջ։ Հավատում ենք նաեւ մի ընդհանրական Սուրբ եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության եւ թողության, մեռելների հարության, հոգիների եւ մարմինների հավիտենական դատաստանին, երկնային արքայության եւ հավիտենական կյանքին։ Այս ամեն ինչ, որ հավատո հանգանակի մեջ գրված է, նրանք, ովքեր որ այս հանգանակը չեն ընդունում, կեղծում են, նրանք կոչվում են աղանդավորներ։ Եվ ահա այդ շարքին են պատկանում նաև մորմոնները, որոնց գիտեք իրենց հիմնատեղը Ամերիկան է, այստեղ են հիմնվել, բայց այստեղից սկսել են տարածվել աշխարհի տարբեր կողմերում եւ մեծ ցավով պիտի ասենք, որ նաև գնացել ու հաստատվել են նաև մեր հայրենիքում, մասնավորաբար Գյումրիում, եւ մենք այսօր եւս պարտք համարեցինք մեզ, որ ձեզ խոսենք այս մասին, զգուշացնենք, թե որքան վտանգավոր միաղանդ են մորմոնները եւ իհարկե մեր ժողովրդի ուշադրությունը դարձնենք մեր ճշմարիտ հավատքին, քրիստոնեությանը, որ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ բերվեց, որով կա միմիայն փրկություն եւ հավիտենական կյանք։ Այսօր ինձ հետ միասին այս հաղորդմանը մասնակցում է նաեւ Հելեն քույրը, որը մանրակրկիտ ուսումնասիրություններ արել մորմոնների վարդապետության եւ նրանց վերաբերող շատ հարցերի մասին։ Հիմա ժամանակը Հելեն քրոջ պիտի տանք, որ ձեզ խոսի։ Մինչև մորմոնականության վարդապետության անցնելը նախ տեսնենք, թե Աստվածաշունչը, Աստծո խոսքը
ինչ է ասում սուրբ վարդապետների, սուտ վարդապետների եւ սուտ մարգարեների մասին։ Գիտենք, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է, անսխալական եւ կատարյալ։ Եվ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է, որ այս գրքից բացի ուրիշ որևէ գրքի, որևէ վարդապետության չպետք է հավատանք։ Կողոսացիս 2-րդ գլուխ 8-րդ համարում այսպես է գրված. Զգուշացեք, չլա որ մեկը ցեզ գերիվարե փիլիսոփայությունով ու փուչ խաբեությունով, որ մարդկանց ավանդության պես է ու աշխարհի սկզբունքներում պես է եւ ոչ թե Քրիստոսի վարդապետության պես, կամ Քաղատացիս առաջին գլուխ 9-րդ համարը, ինչպես առաջ ըսինք, հիմա ըլնորեն գսեմ, եթե մեկը ցեր ընդունածեն ուրիշ ավետարան քարոզելու ըլլացեզի նզովյալ ըլլա, կամ Քաղատացիս առաջին գլուխ 7-րդ համարը այսպես է ասում. Չկա ուրիշ ավետարան, միայն թե կան ոմանք, որոնք ցեզ կխրովեցնեն ու գուզեն Քրիստոսի ավետարանը խանգարել։ Այսպես եւ շատ նման համարներ կան Սուրբ գրքում գրված Սուրբ վարդապետության մասին։ Նույն համարներ կան այդպես նաեւ սուտ մարգարեների մասին, որ թերևս 2000 տարի առաջ Տեր Հիսուս Քրիստոս զգուշացրեց մեզ, որ վերջի ժամանակներում շատ սուտ մարգարեներ պիտի ելնեն։ Եվ Մատթեոս 7-րդ գլուխ 15 եւ 16 համարներում այսպես է գրված. Զգուշ կեցեք սուտ մարգարեներեն, որոնք ցեզի կուքան ոչխարի հանդերձներով, բայց ներսեն հափշտակող գայլեր են։ Գործք Առաքելոց 20-րդ գլուխ 28-31 համարներում այսպես է գրված. Ձեր մեջ հափշտակող գայլեր պիտի մտնեն, որոնք պիտի չխնայեն հոտին, ցեզ մի ալ այնպիսի մարդիկ պիտի ելնեն, որոնք ծուրը բաներ պիտի խոսին, աշակերտները իրենց ետևեն քաշելու համար, ուստի արթուն կեցեք։ Գիտենք, որ այս խոսքերը Սուրբ գրքի խոսքերն են, եւ ինչպես Պողոս առաքյալն է ասում, այս խոսքերը հավատարիմ են եւ բոլորովին ընդունելու արժան։ Ով է Սուրբ գրքի առաջնորդը, մեր առաջնորդը քրիստոնյաների եւ ով է մորմոնների առաջնորդը։ Սուրբ գրքում Եբրայեցիս 12-րդ գլուխ 2-րդ համարում այսպես է գրված. Հիսուսին նայինք, մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։ Ուրեմն տեսնում ենք, որ մեր առաջնորդը, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է եւ մենք էլ իր հետևորդները պետք է լինենք եւ իր անունով է, որ մենք այսօր կոչվում ենք քրիստոնյաներ։ Այսօր այն աղանդները, որոնք չեն կրում Քրիստոսի անունը, բայց Քրիստոսի անվան տակ խաբեությունով մոտենում են մեր ժողովրդին, նրանք իրենց սուտ վարդապետություններով, իրենց մոլորեցուցիչ խոսքերով մարդկանց մեջ բաժանում եւ քայթակղություն են առաջ բերում։ Իսկ այդպես տեսնում ենք նաեւ մորմոնները, որ նրանք Քրիստոսի անունը չէ որ կրում են, այլ ոչ սուրբ գրային մարգարեի անունով, մորմոն անունով, որ այդպիսի մարգարե գոյություն չունի Սուրբ գրքի մեջ, չկա այդ անունը գրված, եւ իրենք ներկայանում են մորմոն անունով, բայց խաբելով նրանք ներկայանում են այսպես մորմոն քրիստոնյաներ, փաստորեն գայլեր, Քրիստոսի անունը գործածելով, որպես գառան մորթի հայտնվում են ժողովրդին։ Ջոզեֆ Սմիթը եղավ այս աղանդավորության հիմնադիրը։ Նա ծնվել է Միացյալ Նահանգների Վերմանթի Շերոն քաղաքում եւ այդ քաղաքում էլ ի պատիվ Ջոզեֆ Սմիթին կանգնեցված է 38.5 ոտք բարձրությամբ իր հուշարձանը։ 1820 թվականին Ջոզեֆ Սմիթը է, որ Հայր Աստվածը եւ Քրիստոսը իրեն հայտնվեցան, բայց Սուրբ Գիրքը Ավետարան ըստ Հովաննու 4-րդ գլուխ 24-րդ համարում գրված է, որ Աստված հոգի է։ Ինչպես կարող էր Ջոզեֆ Սմիթը տեսնել մի Աստծո, որ հոգի է։ Ահա սուտերից մեկը։ Հովաննու ավետարան առաջին գլուխ 18-րդ համարում գրված է. Մեկը երբեք զաստված տեսած չէ, բայց միայն միածին որդին, որ հորը ծոցն էր։ Իսկ նույն ցևով գրված է նաև առաջին Հովաննու 4-րդ գլուխ 12 համարը, որ նորեն ասվում է. Մեկը երբեք զաստված տեսած չէ։ Իսկ Ելից 33-րդ գլուխ 18-ից 23-րդ համարներում կարդում ենք, որ Մովսես Աստծո ասաց. «Գաղաչեմ քու փառքը ցուցուր ինձի ով Տեր», եւ Տերը դառնալով Մովսեսին ասաց. «Դու իմ երեսս չես կրնար տեսնել, վասնզի մարդ չկրնար զիս տեսնել ու ապրել»։ Հիմա հարցը այն է, որ ինչպես եղավ, որ Ջոզեֆ Սմիթը Հայր Աստծուն տեսավ եւ ապրեց եւ կենթանի մնաց։ Սմիթը հայտարարում է, որ ինքը
տեսել է Մորոնայ անունով հրեշտակի։ Բայց Սուրբ գրքում Մորոնայ անունով հրեշտակի մասին երբեք եւ որևէ տեղ չեք գտնի այդպիսի անուն չի հիշատակված։ Գիտենք միայն Սուրբ գրքում հիշատակված Գաբրիել հրեշտակի մասին, որ կարող եք գտնել Դանիել մարգարեության 8-րդ գլուխ 16 համարում, Դանիել մարգարեության 9-րդ գլուխ 21 համարում եւ Ավետարան ըստ Ղուկասի առաջին գլուխ 19 եւ 26 համարներում։ Եվ մյուս հրեշտակը, որի անունը հիշատակված է Սուրբ գրքում, դա Միքայել հրեշտակապետն է, որ իր մասին կարող եք գտնել Հուդա 9-րդ գլխում, Հուդան արդեն 1 գլուխ է 9-րդ համարում, եւ Հայտնության 12-րդ գլուխ 7-րդ համար եւ Դանիել մարգարեության 12-րդ գլուխ առաջին համարում։ Եվ երրորդ հրեշտակն էլ դա Արուսյակն էր, որ Սատանան եղավ, իր մասին կարող եք գտնել Եսայի մարգարեության 14-րդ գլուխ 12-րդ համարում, այնպես որ Սուրբ գրքում երբեք հիշատակված չէ Մորոնայ անունով հրեշտակ։ Դե իրենք որ իրենց առանձնաշնորհումներ են տվել, որ իրենք առավել են Ջոզեֆ Սմիթին միայն Աստված հայտնվեց, հետևաբար ուրիշ հրեշտակներ էլ իրենք հայտնվեն, բայց մենք գիտենք, չէ՞ որ Սատանան կարողություն ունի երկնքից անգամ կրակ իջեցնելու եւ նաեւ Աստծո առաքյալների կերպարանք առնելու, այնպես որ կարող է հայտնվել դժվար բան չէ, այո։ 1829 թվականին Ջոզեֆ Սմիթը հայտարարում է, որ Հովանես Մկրտիչը հայտնվել է իրեն եւ իր ձեռքերը դնելով Ջոզեֆ Սմիթի վրա նրան Ահարոնյան քահանայության է օծել։ Եվ մի քանի շաբաթ հետո հիմա էլ Պետրոս, Հակոբոս եւ Հովանես առաքյալներն են երևացել Ջոզեֆ Սմիթին, հիմա էլ այս առաքյալներն են իրենց ձեռքերը Ջոզեֆ Սմիթի վրա դրել եւ նրան Մելքիսեդեկի կարգի քահանայի օծում են տվել։ Սակայն Սուրբ գրքում գիտենք, որ Մելքիսեդեկը Հիսուսի խորհրդապատկերն է եղել։ Մելքիսեդեկի մասին Սուրբ գրքում կարող եք գտնել 5 դակարանում Ծննդոց 14-րդ գլուխ 18 համարը, Սաղմոս 110-ի 4-ը եւ Նոր դակարանում Եբրայեցիս 6-րդ եւ 7-րդ գլուխներում։ Սաղմոս 110-ի 4 համարում Դավիթը մարգարեանում է, որ Աստված Մելքիսեդեկի կարգի պես քահանա պիտի հանի, եւ Նոր գտակարանում Եբրայեցիս թուղթի մեջ 6-րդ գլուխ 20 համարում կարդում ենք, որ Հիսուս իբրև առաջնորդ մտավ մեզի համար հավիտենական քահանայապետ ըլլալու Մելքիսեդեկի կարգի պես։ Ուրեմն տեսնում ենք, որ միայն Տեր Հիսուս Քրիստոսն էր, որ արժանի էր այս քահանայի աստիճանը, այս կոչումը կրելու համար։ Ուրեմն ինչպես եղավ, Աստված ոչ մի առաքյալի, ոչ մի մարգարեի կամ նույնիսկ քահանաները եղած կամ որևէ սուրբերի արժանի չգտավ այս կոչումը ստանալու եւ որտեղից որտեղ ոմն Ջոզեֆ Սմիթ հայտնվելով այս կոչումը իր վրա կրավ։ Սա արդեն խայտարակություն է եւ մեծ մեղք։ Ըստ Ջոզեֆ Սմիթի 1823 թվականին Մորոնայ հրեշտակը իրեն ասում է, որ Բալմիրա կոչված տեղում ինքը պիտի գետինը փորի եւ պետք է գտնի այնտեղ քարե տուփ, որի մեջ զետեղված են ոսկե սկավառակներ եւ այդ սկավառակները գրված են եգիպտական մեհենագրերով։ Հեքիաթ։ Եվ այդ տուփի մեջ պահված են նաև մի զույգ ակնոցներ Ուրիմ եւ Թուրիմ անունով, որ այդ ակնոցները ըստ Ջոզեֆ Սմիթին հասարակ ակնոցներ չէին, այլ գաղտնագետ ակնոցներ էին, այսինքն երբ Ջոզեֆ կարճատեսու հեռատեսի ակնոց չէին։ Այսինքն երբ Ջոզեֆ Սմիթը այդ ակնոցներն իր աչքերին էր դնում, ինքը կարողանում էր այդ եգիպտական մեհենագրերը անգլերենով կարդալ։ Հեքիաթ։ Սկավառակների այս պատմությունը, որի પર Ջոզեֆ Սմիթը գտավ եւ այն էլ գետնի տակից հանեց, այս երևույթը նրանք կապում են Եսայի մարգարեության 29-րդ գլուխ 4-րդ համարի առաջի երկու տողի հետ, անտեսելով մյուս երկու տողերը։ Ուրեմն առաջի երկու տողն այսպես է գրում. «Եվ պիտի ցածնաս ու քետնեն խոսիս, ու քո խոսքերդ հողի տակեն պիտի ելնեն»։ Փաստորեն Ջոզեֆ Սմիթը ցածավ, քետնեն հանեց այս խոսքերը քետնի տակից ելան։ Բայց ինչ է ասում մյուս երկու տողը համարի։ Ու քո ձայնդ վհուկի ձայնի պես քետնեն պիտի ըլլա, ու քո խոսքդ հողեն պիտի փսփսա։ Ու քո ձայնդ այդ քետնի տակից ելած, այդ խոսող, այդ գտնված ոսկե սկավառակները վհուկի ձայնի պես պիտի խոսեն։ Վհուկի ձայն իրենց ձեռք չի տալիս դրա համար։ Դրա համար էլ այդ համարի միայն առաջի երկու տողն են վերցրել, անտեսելով մյուս երկու տողը։ Այդքան գնահատակն է։ Ես կուզեմ ուրեմն իրենց վարդապետությունների մասին խոսել։ Անցյալ անգամ որոշ
վարդապետական հարցերի մասին խոսեցինք, ուրիշ բաներ էլ ունեն պատրաստած։ Ուրեմն մորմոնները ինչ են ասում Աստծո մասին։ Մեր հայրն ու մեր Աստվածը Ադամ ինքն է, ում որ կպարտենք ամեն բան։ Ինչ ցնորական խոսքեր են սրանք։ Ինչ է ասում Աստծո խոսքը մեզ։ Ծննդոց 1:1 սկզբից Աստված երկինք ու երկիրը ստեղծեց։ Եվ Ծննդոց 2:7 ասում է. Տեր Աստված գետնի հողից շինեց մարդը եւ նրա ռնգուկներին կենդանության շունչ փչեց եւ մարդը կենդանի անձ եղավ։ Ադամ թարգմանաբար նշանակում է մարդ։ Ինչպես կարող է Աստված լինել։ Երկինք ու երկիր ստեղծող Աստված մարդուն, Ադամին հողից ստեղծեց։ Եվ եթե Ադամ իրենց համար Աստված է, այլևս ամեն բան պարզ է իրենց համար։ Քրիստոսի մասին ասում են հետևյալը. Հիսուս մարդը ինքը Քրիստոսը չէ, այսինքն օծյալը չէ, Աստծո ղրկվածը չէ։ Ինչպես այսօր նոր դարաշրջանական շատ ուսմունքներ այդ են վկայում, որ Հիսուսը որ եկավ, ուղղակի մի մարդկային ծնունդ ունեցող մարդ էր, բայց ինքը Քրիստոսը չի։ Թեև Հիսուս նշանակում է փրկիչ, բայց ինքը օծյալը չի, Աստծուց ղրկվածը չէ։ Սակայն Աստծո խոսքը ամեն բանին սպառիչ պատասխան է տալիս, նաև այս հարցին։ Առաջի Տիմոթեոս 3:16 համարը, շատ հայտնի եւ սքանչելի մի համար։ Աստված մարմնով հայտնվեցավ, հոգիով արդարացավ, հրեշտակներին երևցավ, հեթանոսների մեջ քարոզվեցավ, աշխարհեն ընդունվեցավ ու փառքով համբարձավ։ Ուրիշ մեկը չեղավ այդպիսին, միայն Հիսուս Քրիստոս։ Առաջի Հովհաննու 2:22 համար։ Ով է ստախոս, եթե ոչ նա, որ կուրանա, թե Հիսուսը Քրիստոսը չէ։ Նա է ները, որ կուրանա, հայրը եւ որդին։ Ուրեմն տեսնում ենք, ովքեր որ ուրանում են Տեր Հիսուսի աստվածությունը, որ ինքը Քրիստոսը չէ, ղրկվածը չէ, օծյալը չէ, ների հոգին է եւ ներն է։ Առաջի Հովհաննու 5:1 համար։ Ամեն ով որ կհավատա, թե Հիսուսը Քրիստոսն է, Աստծուց ծնված է։ Ամեն ով որ ծնողին կսիրի, նրանից ծնվածին էլ կսիրի։ Ամեն։ Սանով ամեն տեսակ աղանդավորական վարդապետությունների հիմքը խարխլվում է, որոնք առանց Քրիստոսի ուզում են հոր Աստծուն հասնել։ Մորմոնները ինչ են ասում Սուրբ Հոգու համար։ Սուրբ Հոգուն մարդկանց փոխանցելու համար միայն մեկ միջոց կա, իրենց պնդմամբ։ Մորմոն քահանան իր ձեռքը պիտի դնի, ով որ ուզում է Սուրբ Հոգին ստանալ, եւ նրան պիտի տա այդ Սուրբ Հոգին։ Եվ հետաքրքիրը նա է, որ մորմոն քահանան ինքը Սուրբ Հոգին չունի, ինչպես ուրիշներին պիտի տա։ Քանի որ գիտենք, որ եթե մեկը այդ աղանդավորական շարժմանն է մասնակցում, նա չի կարող Սուրբ Հոգին ունենալ։ Եթե նա ճշմարտապես մեղքերի խոստովանություն ունենար, նա ճշմարիտ Աստվածը եւ հավիտենական կյանքը, որը մեր Տեր Հիսուս Քրիստոս պիտի ճանաչեր։ Ինչ ասում Աստծո խոսքը, Եփեսացիս 1:13 համար։ Երբ լսեցիք ճշմարտության խոսքը, մեր փրկության ավետարանը, որին հավատալով, խոստացյալ Սուրբ Հոգու շնորհքով կընկվեցինք։ Ահա թե ինչպես կարելի է Սուրբ Հոգին ստանալ, երբ որ ճշմարտության խոսքը լսես, հավատաս, խոստովանես, Սուրբ Հոգին պիտի առնես։ Մորմոնները ինչ են ասում Սուրբ Հոգու մասին։ Իբրև թե Աստվածաշնչի մեջ եղած բարոյական ու կրոնական վարդապետությունները ժամանակի գիտության համեմատ չեն քայլում, այսինքն ժամանակի շունչը չունեն, եւ այս գիրքը բառացիորեն չպիտի ընդունենք իբրև Աստծուց ներշնչված։ Թե գրվեց 2000 տարի առաջ ամբողջացվեց, բայց քանի որ ժամանակներ անցան եւ ժամանակի շունչը այսօր պահանջում է, որ ուրիշ վարդապետություններ մեջտեղ կա, այս ձեռք չի տալիս, դրա համար էլ Ջոզեֆ Սմիթը եղավ սրբագրիչը ամեն աստվածային խոսքերի, որ ամեն տեսակի պղծալի վարդապետություններ բերեց մտցրեց եւ իրենց մորմոնների գրքով այդ բան արդեն ապացուցում է, թե ինչ պղծություններ կան մեջտեղը։ Մորմոնները նախընտրում են կենթանի եւ արդի ներշնչումով առաջնորդված գրքի, այսինքն մորմոնի գրքի։ Աստծո խոսքը ինչ է վկայում մեզ։ Մատթեոս 5:19
9 համարի մեջ ասում է. երկինք ու երկիր պիտի անցնի, սակայն օրենքից որևէ նշանակետ չպիտի անցնի, բոլորն էլ պիտի կատարվեն։ Նաև առաջի Պետրոս առաջի գլուխ 25 համար այսպես է ասում. Տիրոջ խոսքը հավիտյանս հավիտենից կմնա, այսինքն այն խոսքը, որ ավետանով մեզ քարոզվեց։ Երկրորդ Տիմոթեոս 3 գլուխ 16 համարը։ Բոլոր գիրքը եւ բացատրություն տրվում է Աստվածաշունչ գիրքը։ Աստծո շունչն է եւ օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, խրատելու, շտկելու, որպիսի Աստծո մարդը կատարյալ լա ամեն բարի գործերի պատրաստված։ Ահա թե մորմոնները ինչ են ասում մեղքի մասին։ Նիֆեի մարգարության երկրորդի մեջ է գրված, որ եթե Ադամը օրինազան չլներ, չէր ընկնի, եւ եթե չընկներ, զավակներ չէր կարող ունենալ։ Ուրեմն անհրաժեշտ էր, որ ինքը մեղքի մեջ ընկնի, որպեսզի դրանից հետո կարողանա զավակներ ունենալ։ Ախր չէ որ պիտի բազմանար։ Բայց եթե անօրենություն չգործեր, ինքը բազմանալու հնարավորությունը չէր ունենա։ Եվ այստեղ շատ խորամանկ բան կա։ Սրանք ոչ թե այդ անօրենություն գործելը ին նկատի ունեն այդ արգելված ծառից ուտելուց, այլ ընդհանրապես այր եւ կին իրար մոտենալու այդ բանն է, որ իբրև անօրենություն են ընդունում։ Սակայն Աստված անկողինը անարատ է արել եւ սրբել է։ Եվ այր եւ կին մեկ մարմին է եղած։ Աստվածաշունչը ինչ է սովորեցնում։ Աստված ասաց. Ծննդոց 2 գլուխ 27-28 Աճեցեք ու շատցեք եւ երկիրը լեցրեցեք։ Ապա ծննդոց 2 գլուխ 16-17 համարները Պարտեսի ամեն ծառից համարձակ կեր, բայց բարի ու չարի գիտության ծառից մի ուտի, քանզի այն օրը որ նայից ուտես, անշուշտ պիտի մեռնես։ Ուրեմն այս կատարած անօրենությունն էր, որ մեղք սեպվեց, այսինքն արգելված ծառից ուտելն էր, որ մեղք սեպվեց։ Հռոմեացիս 3 գլուխ 23 համար այսպես է ասում. Ամենքը մեղք գործեցին ու Աստծո փառքից պակսած են։ Աստված ատում է մեղքը, ինչպես կարող է արտոնություն տալ, որ մարդը մեղք գործի։ Իսկ իրենք ասում են, որ Աստծո կողմից այդ արտոնությունը տրվեց, որպիսի մարդը բազմանա, եւ դրանով է կախված, որ հիմա իրենք արդարացնում են իրենց մեջ ունեցած այդ գաղտնի բազմակնությունը եւ անօրեն երեխաներ ունենալը։ Հելեն քույր, ինչ ունես։ Ուրեմն մորմոնները Սուրբ գրքից ունեն համարներ, վերցրել են բավականին համարներ եւ այդ համարները փոխել եւ համապատասխանեցրել են իրենց գրքի հետ, որը կոչվում է The Book of Mormon, այս գրքի հետ։ Մորմոնների վարդապետությունը հավատացած է, որ Քրիստոսը եւ Սատանան եղբայրներ են։ Ասեն, որ մորմոնները բացի այս Book of Mormon-ից ունեն նաեւ երկու գրքեր ավելի ճիշտ, որոնցից մեկը Pearl of the Great Price գիրքն է, որը Ջոզեֆ Սմիթի կողմից է գրված, եւ այդ գրքի մեջ այսպես է շարադրված. Սուտերու հայրը չար ոգին Սատանա եղավ եւ մարդկանց կուրության առաջնորդեց, այնպես կտեսնենք, որ լուսափերը Սատանան մեր մեծ եղբայրն է եւ եղբայրը Հիսուս Քրիստոսի։ Մեծ պղծություն։ Սակայն Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ Սատանան ստեղծված էակ էր։ Եզեկիել 28-րդ գլուխ 13-14 համարներում, եթե կարդա կտեսնեք Սատանայի ստեղծագործությունը, թե ինչպես Աստված նրան ստեղծեց, իսկ Քրիստոսը ստեղծված էակ չէր, Քրիստոսը հավիտենական Աստված էր եւ ինչպես Միքիայի 5-րդ գլուխ 2-րդ համարում է ասում, որ անոր ելքը ի հնուց հավիտենական օրերեն էր եւ բացի այդ Քրիստոսը եղբայր չուներ, նա Աստծո միածին որդին էր, եղբայր չուներ։ Եվ իր հավիտենից է Քրիստոսի համար գրված է, որ ինքը ճարտարապետ էր հոր մոտ։ Այո, եւ Քրիստոսի ելքը հավիտենականությունից եկել հավիտենականություն է գնում Քրիստոսը։ Եվ իր միածին որդի լինելու համար Հովաննու առաջին գլուխ 18-րդ համարի մեջ գրված է. Մեկը երբեք զաստված տեսած չէ, բայց միածին որդին, որ հորը ծոցն է, եւ ինչպես Ավետարան ըստ Հովաննուս 3 գլուխ 16 համարը, որ բոլորի շատ հայտնի է, վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց,
որպեսզի ով որ հավատա անոր չգործվի, հապա ավիտենական կյանք ունենա։ Իր միածին որդին տվեց։ Տեսնում ենք, որ Հիսուսը Հայր Աստծո միածին որդին էր, նա որևէ եղբայր չուներ եւ այն էլ սատանան իրեն եղբայր լինելու։ Մորմոնները Եսայի մարգարեության 6-րդ գլուխ 8-րդ համարը այսպես են ներկայացնում, որ Հիսուս եւ Սատանան Հայր Աստծո առջև ելան եւ Հայր Աստվածը հարցրեց նրանց, թե ում ղրկեմ, որ իմ ժողովրդին իմ խոսքը ստանեն եւ փրկություն բերի։ Եվ այդտեղ էլ Հիսուսը մեր մեծ եղբայրը, ինչպես իրենք են նշում, ասաց. ինձ ղրկե, ես կգնամ։ Ուրեմն այս համարը նրանք նմանեցնում են Հոբի ժամանակ, երբ որ հրեշտակները Աստծո առջև ելան, Սատանան էլ նրանց մեջ էր, եւ Աստված հարցրեց Սատանային՝ ուր կեք ու գաս, ասաց երկրի վրա շրջել են։ Սա էլ նմանեցնելով այդ պատկերին, որ Աստծո առջև ելան Հիսուսը եւ Սատանան, եւ Հիսուս Աստված ուրեմն չգիտեր, թե ում պետք է ուղարկեր փրկիչ մարդկանց, հարց էր տալիս նոր, եւ Հիսուս ասաց, որ ինձ ուղարկիր։ Սակայն գիտենք ըստ Սուրբ Գրքի, որ Ծննդոց 3-րդ գլուխ 15 ամարի մեջ Տեր Աստված, երբ Ադամ եւ Եվան անհնազանդ գտնվեցին Աստծո եւ մեղքի մեջ ընկան, Աստված այն ժամանակ արդեն իր առաջին խոստումը տվեց, որ մարդկությանը փրկիչ է պետք։ Դերևս Ծննդոց 3-րդ գլուխ 15 համարի մեջ։ Եթե այդպես լիներ, ուր մնացին մարգարեությունները, ուր մնաց Էմանուել մանուկը Եսայա 7:14-ի մեջ, որ Աստված չգիտեր, թե ում պետք է ուղարկեր, երբ արդեն մարգարեները խոսել էին այդ մասին։ Մորմոնները հիմնվելով նաև Երեմիա մարգարեության առաջին գլուխ 5-րդ համարին, որ այսպես է ասում. «Քեզ որովայնին մեջ չստեղծած, քեզ գիծա, ու դու քո մորդ արքանթեն չելած քեզ սրբեցի»։ Այս համարը իրենք այսպես են ընդունում, որ մինչև մեր ծնվելը մեր հոգիները գոյություն ունեին, եւ այդ հոգիների համար կա մի աշխարհ։ Նրանք ապրում են այնտեղ մինչև մեր ծնվելը, որ այդ հոգին գա եւ միանա մեր մարմնին։ Սա ավելի բուդդիզմի եւ արևելյան կրոնների սկզբունքներով կառուցված մի վարդապետություն է։ Գիտենք, որ Աստված կանխագետ Աստված էր եւ Աստված ամեն բան նախասահմանեց իր նախագիտության հիման վրա։ Աստված պետք չուներ, որ սպասեր միջև մենք ծնվեինք, որ ինքը տեսներ, իմանար ով ենք մեր գործերով, մեր անելիքներով, որ իմանար ով ենք։ Բարական շատ պարզ է Եսավի եւ Հակոբի ժամանակ, երբ որ Եսավը եւ Հակոբը, ուրեմն Իսահակի որդիներն են եւ Ռեբեկան նրանց հղի էր, երկվորյակներ էին, դեռ չծնված այդ երկվորյակները, դեռ բարին եւ չարը չգիտած, Աստված ասաց, որ Հակոբը սիրեցի, Եսավը մերժեցի։ Ինչու՞։ Քանի որ Աստված կանխագետ էր, նա գիտեր, որ Եսավը պիտի դառնար Եդովմացիների հայրը, եւ Եսավը պիտի չընդուներ Աստծուն, իսկ Հակոբ պիտի ընդուներ։ Այնպես որ հոգիներ գոյություն ունենալ, հոգին մեզանից առաջ ապրել, Աստված չգիտեր, թե մեզ ինչպես պետք է հոգին տար, ով պետք է, սրանք բոլորը Սնորություններ են ուղղակի։ ավելորդ խոսքեր են։ Եվ Սատանայի կողմից եկած մտքեր, որտեվ Սուրբ Գրքում նման բաներ երբեք չենք գտնի մենք։ Արդեն ամեն աղանդների հայրը Սատանան է, եւ նպատակը ինչ է՝ ճշմարիտ քրիստոնեությունը շեղել։ Ամբողջ հարվածը նպատակը Սուրբ Գրքի վրա է եւ Քրիստոսի աստվածությունը մերժել, որովհետեւ Քրիստոսը ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ամեն։ Իսկ Եզեկիել 37-րդ գլուխ 15-ից 17 համարը գրված է. «Ութուն որդի մարդո, քեզի փայտ մար, ու անոր վրա գրե Հուդայի համար ու անոր ընկերներուն Իսրայելի որդիներուն համար։ Ետքը ուրիշ փայտ մար ու անոր վրա գրե Հովսեփի համար Եփրեմի ու անոր ընկերներուն բոլոր Իսրայելի տան փայտը եւ զանոնք իրար մոտեցուր, որպեսզի մեկ փայտը լան ու քո ձեռքիդ մեջ միանան»։ Հիմա այս համարը ինչպես են մեկնում մորմոնները։ Եվ եթե տեսնեք այսօր մորմոնները միշտ Աստվածաշունչ Մատյանը եւ իրենց գիրքը, մորմոնի գիրքը, միշտ երկուսը իրար հետ մեկ ձեռքի մեջ բռնած են, որպեսզի կատարվի այս համարը, որ այդ երկու փայտը միացրու ձեռքիդ մեջ մեկը լան։ Որովհետեւ նրանք հավատում են, որ առաջին փայտը, որ ասում է Հուդայի տան համար գրի, առաջի փայտը դա Հուդայի ցեղից եկավ Հիսուսը եւ այդ փայտը մեր Աստվածաշունչ Մատյանն է, իսկ երկրորդ փայտը, որ ասում է Հովսեփի եւ Եփրեմի տան համար պիտի լինի, դա էլ հավատում են, որ Լիհայը ոչ Սուրբ գրային այդ մարգարեն եկավ Հովսեփի ցեղից։ Եվ ինքը ուրեմն Եփրեմի սերունդն էր եւ այդ երկրորդ փայտն էր մորմոնի գիրքն է լինում։ Սակայն ժամանակագրական շատ սխալներ կա։ Դեպքերը Լիհայի ժամանակ դեպքերը կատարվել են Երեմիա մարգարեի օրով։
Այսինքն Լիհայը Երեմիա մարգարեի օրով էր, որ Աստված նրան Երուսաղեմից հանեց, բայց այդ Լիհայի աղջիկները ամուսնացած էին դերևս երկրորդ թագավորացի մեջ գտնվող Իսմայելի աղջիկների հետ։ Քանի 100 տարվա տարբերություն։ Քանի 100 տարվա տարբերություն կար այստեղ, ժամանակահատվածը չի համընկնում իրար հետ։ Իրենց տվյալներով, երբ որ իրենք իրենց գրքի մեջ նշում են Իսմայելը եւ գրքի ներքևի մասում տրված է թե որ գրքի մեջ կարող եք գտնել այդ Իսմայելի մասին, ժամանակահատվածը իրար հետ չի համընկնում։ Այն խոսքը կա, որ ասում են սուտի ոտքը կարճ է, անմիջապես բացահայտվում է։ Եվ իրենք ասում են, որ Լիհայը ուրեմն Եփրեմի ցեղից է եղել, բայց Սուրբ գրքի մեջ Հովսեփի որդին Եփրեմը նրա սերունդից 30 անուններ է տրված Սուրբ գրքի մեջ։ Եթե Լիհայը ապրած լինի այդ ժամանակաշրջանում, ուրեմն իր անունն էլ պետք է լիներ գրանցվեր այդ սերունդի մեջ, բայց այդ 30-ի մեջ Լիհայի անունը չկար։ Եվ գիտենք, որ Հովսեփ ուրիշ Եփրեմ որդի չուներ։ Ուներ մեկ Եփրեմ որդի, Մանասեն եւ Եփրեմն էին, բայց ուրիշ Եփրեմ չկար, որ ասենք մյուս Եփրեմի սերունդից էր եղած։ Ավետարան ըստ Հովանու 10-րդ գլուխ 16 համարը այսպես է գրված. Եվ այս խոսքերն ասողը մեր Տերը Քրիստոսն է։ Ուրիշ ոչխարներ ալ ունիմ, որոնք այս փակեն չեն, զանոնք ալ պետք է որ բերեմ, ու իմ ցայնից պիտի լսեն, եւ պիտի լան մեկ հոտ ու մեկ հովիվ։ Հիմա այս Սուրբ գրային համարի մեջ, երբ Հիսուս ասաց ուրիշ ոչխարներ ալ ունիմ, եւ այս փակեն չեն, մորմոնները այս փակը վերցնում են Ամերիկա մայրցամաքը, համարում են Ամերիկա մայրցամաքը, եւ այդ ուրիշ ոչխարներն էլ համարում են իրենք Ամերիկայի ժողովուրդը։ Ուրեմն եւ դրա համար էր որ քանի որ Ամերիկա մայրցամաքը գդրված էր Ասիայից եւ Եվրոպայից եւ նրանց պետք էր որ Աստծո խոսքը քարոզվեր, դրա համար էլ Աստված Լիհային ընտրեց, ուղարկեց, որպեսզի Ամերիկայի համար Աստվածաշունչ տաներ եւ Աստվածաշունչ գրվեր։ Բայց գիտենք, որ Թուղթ Քաղատացիս առաջին գլուխ 7-րդ համարի մեջ ասում է, որ չկա ուրիշ ավետարան, բայց կան ոմանք, որոնք Քրիստոսի ավետարանը կուզեն խանգարել։ Ուրեմն տեսնում ենք, որ երկրորդ ավետարանի գոյությունը ոչ սուրբ գրային է, եթե այդպես լիներ Ամերիկան հեռու էր Ասիայից, Եվրոպայից, Աստծո խոսքի համար Ավստրալիան էր այսօր հեռու։ Ուրեմն ամեն մի մայրցամաք իր համար մի աստվածաշունչ պիտի գրեր։ Մորմոններն այսօր ունեն եւ եկեղեցիներ եւ տաճարներ։ Եկեղեցիները ամեն մարդ կարող են հաճախել, իսկ տաճարներն այդպես չեն։ Տաճար գնալու համար նախ պետք է որ մորմոն եկեղեցի անդամ լինես։ Անդամ կլինես այն ժամանակ, երբ որ մորմոն եկեղեցում կմկրտվես։ Ուրեմն անդամ լինես, մկրտված լինես եւ մկրտությունից ճիշտ 1 տարի հետո 6 դասընթացներ կան, որ այդ անձը պետք է այդ դասընթացները պարտադիր ձևով անցնի եւ այդ դասընթացների ժամանակ նրանք պատմում են տաճարի մասին, տաճարում գոյություն ունեցող օրենքների, արարողությունների, նույնիսկ ինչ պետք է հագնեն տաճար գնալու համար։ Այս մասին են նրանք խոսում։ Եվ դասընթացներից հետո անձնավորությանը տալիս են այսպես փոքր քարտ, արտոնագիր, անցագիր, ինչ երաշխավորագիր, այսինքն այդ անձնավորությունը պատրաստ է, երաշխավորված է, մորմոն չրչի անդամ է, եկեղեցի անդամ է եւ կարող է որ ինքը տաճար մտնել։ Եվ տաճար մտնելու համար նրանք ունեն հատուկ զգեստներ։ Ամբողջ ներքնազգեստից մինչև արտաքին զգեստը այսպես երկար սպիտակ շորեր հագած սպիտակ պետք է լինեն եւ կոշիկներով էլ չեն նրանք տաճար մտնում։ Ընդհանրապես Աստծո խոսքի մեջ ջերմակը արդարության նշանն է, բայց նախ արտաքինից մաքուր լինելու համար պետք է որ Աստված մարդու սիրտը մաքրի։ Այո։ Նոր սիրտ պարգևի, որպեսզի այդ մարդը Աստծո առջև ընդունելու լինի։ Եվ հետաքրքիրն ինչ է, որ այդ տաճարներում լինում են շատ արարողություններ։ Երկնային կյանքի համար ամուսնություններ են կատարվում եւ այդ ամուսնությունների ժամանակ կնոջը եւ ամուսնուն, ամուսնացող այդ զույգին գաղտնի անուններ են տրվում եւ այդ անունը որևէ մեկը պիտի չիմանա։ Ամուսին իրավունք չունի կինը իրավունք չունի իր ամուսնու անունը իմանալ, բայց եթե ամուսինը ուզի եւ կինը համաձայն լինի, միայն այդ դեպքում կարող է ամուսինը կնոջ անունն իմանալ, բայց հակառակ դեպքում ոչ ոք չգիտի այդ անունը, թե ինչ անուն է տրված գաղտնի անունը, եւ դա էլ նմանեցնում են հայտնության 2-րդ գլուխ 17 համարին, որ Աստված ասեց, որ
Անոր անունը պիտի տամ, զոր մեկը չի գիտեր, բայց միայն ան, որ կընդունի։ Բայց Սուրբ Գրքում ասում է, որ այդ անուն տվող Աստված է եւ ոչ թե Մորմոն տաճարի մեջ գտնվող քահանան։ Պարզապես փորձում են ամեն մի համար Սուրբ Գրքից ելած նմանեցնեն իրենց Մորմոն գրքին, որպեսզի կապը ստեղծեն իրենց վարդապետության մեջ, փաստելու, որ ճիշտ ենք մենք։ Տաճարներում կատարվում են նաև մկրտության արարողություններ մահացածների համար։ Եթե ունեն մահացած ազգականներ, ընկերներ, բարեկամներ, հարևաններ, յուրաքանչյուր անձ կարող է մի քանի անգամ մկրտվել։ Եվ ինչ կրնի մահացածի, այսինքն մեղքերին թողություն Փրկության համար նրա։ Բայց Աստծո խոսքը ասում է մարդուն սահմանված է մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան, գործ, խորհուրդ չկա, խավարան գոյություն չունի։ Եվ իրենք հավատացած են, որ այդ գեղեցիկ տաճարների մեջ է, որ Աստված բնակվում է, Աստծո ներկայությունն այնտեղ է։ Բայց ըստ Սուրբ Գրքի այսօր ձեռագործ տաճարներում չէ, որ Աստված ապրում է, այլ ինչպես Սուրբ Գիրքն է ասում առաջին Կորինթացիս 6-րդ գլուխ 19-րդ համարում, որ չեք գիտեր, որ դուք Սուրբ Հոգու տաճարներ եք։ Այո։ Աստված այսօր անձեռագործ տաճարի մեջ է բնակվում եւ ոչ թե մարդկային ցերքով շինված տաճարները, որովհետեւ Եսայի մարգարեության 66-րդ գլուխ առաջին համարում այսպես է գրված, Աստված այսպես է ասում. «Ինչ տաճար պիտի շինեք ինձ, որ բավարարի, քանի որ երկինք իմ աթոռս է ու երկիր իմ ոտքերուս պատվանդանը, ինչ հսկայական ահռելի տաճար պիտի շինվի, հնարավոր բան չէ»։ Իսկ Երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ 16 համարում գրված է, որ «Վասնզի դուք կենդանի Աստծո տաճարներ եք, եւ ինչպես Աստված ասավ, թե ես անոնց մեջ պիտի բնակեմ»։ Ամեն, փառք Տիրոջ։ Մի քանի եւս վարդապետական հարցեր։ Օրինակ, մեղքերի քավության մասին։ Մորմոնները այսպես են գտնում, որ Քրիստոսի արյունը, Քրիստոսի արյան քավությունը անձնական մեղքերի համար բավարար չէ։ Անհրաժեշտ է նաև մորմոնական ծեսերին հետևել։ Այսինքն թեև Քրիստոսի արյունը կա, բայց գիտես, եթե մորմոնական ծեսերին չհետևես, ամբողջությամբ այդ արյանը, այդ մեղքերին թողություն չի լինի։ Ինչ է ասում Աստծո խոսքը։ Առաջի Հովհաննես առաջի գլուխ 7-րդ համար։ Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքից կսրբի։ Փառք լինի իր մեծ անվանը, այս մեծ առանձնաշնորհի համար, այս մեծ խոստումի համար։ Հայտնություն առաջի գլուխ 5-րդ համար։ Հիսուս մեզ իր արյունով մեր մեղքերից լվաց։ Վերջին ընթրիքի ժամանակ, երբ Տեր Հիսուս իր աշակերտների հետ նստած նրանց տվեց հացը եւ նաեւ տվեց գինին, ասավ հետեւյալը. ամենք դել խմեք սրանից, որովհետև սա իմ արյունս նոր ուխտի, որ պիտի թափվի շատերի մեղքերի թողության համար։ Եվ առանց արյուն թափվելու մեղքերի թողություն չի լինի։ Եվ միակ ճշմարիտ կենդանի արյունը, որ կարող է մարդուն իր մեղքերից սրբել, դա մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի արյունն է։ Փրկության վերաբերյալ էլ շատ սխալ վարդապետական դավանանքներ ունեն։ Մասնավորաբար ասում են հետևյալը. մեր մեղքերից փրկվելու համար մեր փրկությունը ահով ու դողով պիտի գործենք մորմոն եկեղեցու ուսուցիչներին եւ իրենց արարողություններին հետևելով։ Փրկությունը տիեզերական եւ աստիճանական է, միանգամից փրկություն չի տրվում, բայց ովքեր որ մորմոնների եկեղեցու անդամ չեն, նրանք պիտի դատապարտվեն։ Ուրեմն նախ ովքեր որ անդամ են, նրանց փրկությունն էլ դեռևս վերջնական չի, այսինքն աստիճանական է, իսկ ովքեր որ ընդհանրապես մորմոն եկեղեցու անդամ չեն, պիտի դատապարտվեն։ Փրկվելու համար, ասում են, սովորեցեք, թե ինչպես աստվածներ լինենք, ինչպես ձեզանից առաջ եղող բոլոր աստվածները եղան։ Այսինքն մարդը գնում է դեպի աստվածության։ Ասում են, շատ կիներ ունենալը շնորհքի միջոց է եւ այլ մարդը իր ունեցած կանանց ու զավակների թվի համեմատ պատիվ պիտի առնի հանդերձյալ կյանքի մեջ։ Աստծո խոսքը փրկության համար շատ հստակ է։ Հովհաննես առաջի գլուխ 12 համար։ Նրանք, ովքեր որ Քրիստոսին ընդունեցին,
նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու։ Եփեսացիս 2:8-9 շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով, եւ սա ոչ թե ձեզ է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա։ Աստծո կողմից տրված շնորհք է, ձրի պարգև է։ Հռոմեացիս 3:24 համար մարդիկ նրա շնորհքով, այսինքն Հիսուսի Աստծո շնորհքով, ձրի կարդարանան Քրիստոս Հիսուսով եղած փրկagorցությունով։ Շատ ու շատ համարներ կան, եւս մի քանիս ասեմ։ Հռոմեացիս 10:9 համար եթե քո բերնովը Տեր Հիսուսը Տեր խոստովանես ու սրտիդ մեջ հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարուցանեց, պիտի փրկվես։ Այս խոստումը մեզ տալիս է Աստված իր անսուտն շրթունքներով։ Գործք առաքելոց 4:12 համար ուրիշ մեկով փրկություն չկա, վասնզի նրանից զատ ուրիշ անուն չկա երկնքի տակ մարդկանց մեջ տրված, որով կարողանանք փրկվել։ Ուրեմն ոչ մի ուրիշ անուն չկա, միայն Հիսուս Քրիստոսով է փրկությունը։ 2 Պետրոս 1:18 համար գիտենալով, որ դուք ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկեով փրկվեցիք, որ ձեր հայրերից ժառանգեցիք անուղիղ ճանապարհներով, հապա Քրիստոսի պատվական արյունով, որպես թե անբիծ ու անարատ գառիմը։ Ահավասիկ սերներ փրկության միջոցը, որ Աստվածաշունչը մեզ տալիս է, շատ կարճ եւ Տեր Հիսուսի միջոցով նրա արյան արժանիքով փրկություն կա, բայց մորմոնները փրկության ճանապարհը փակել են, նրանց վարդապետությունները ծռված են եւ սնոտի են։ Հետաքրքիրն ինչ է, որ մորմոններն այնպես են հավատում, որ Հիսուս իր հարությունից հետո, երբ 40 օր երկրի վրա էր եւ աշակերտներին երևաց մի քանի անգամ, այդ ընթացքում Հիսուս այցելել է Ամերիկան։ Եկել է Ամերիկա եւ Ամերիկայում էլ իր 12 աշակերտներն է ընդունել, նորեն 70 աշակերտներ, ինչպես Տեր Հիսուսը ընդունեց Ղուկաս ավետարանի 10-րդ գլուխ 1 եւ 17 համարներում է գրված այդ 70-ի մասին։ Հիսուս էլ ընտրեց 70 աշակերտներ եւ նրանց ուղարկեց, որ ավետարանը քարոզեն, բայց չկա իրենց 12 աշակերտների անունները, ովքեր էին, ինչ արեցին, բայց մենք գիտենք, որ Հիսուս երբ աշակերտներն ընդունեց, ունենք բոլորի անունները, գիտենք, որ նրանց գործունեությունն ինչ էր, ինչ արեցին, ինչպես ավետարանը քարոզվեցին, նրանց մասին միայն գրված է, որևէ բան չկա արձանագրված, որ իմանաս ովքեր են։ Եվ ինչ է դուրս գալիս, որ Հիսուս իրենց ասաց, որ ես իմ երկրորդ գալուստին Ամերիկա պիտի գամ եւ Սիոնը Ամերիկա պիտի տեղափոխվի եւ հիմա իրենք ունեն մարդկային շինված ինչ որ Սիոնի չգիտեմ շենքեր ունեն, парքեր ունեն։ Ուրեմն եվրոպացիները կորսված են, հույս թող Հիսուս պետք է Ամերիկա գա եւ ասել է, որ աշխարհի բոլոր եկեղեցիները սուտ են, սխալի մեջ են եւ ես իմ եկեղեցին այստեղ պետք է կառուցեմ եւ ճշմարիտ եկեղեցին պետք է լինի սա Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբո եկեղեցին։ Օ, երևի Յուտայի մեջ է հենց, հա։ Յուտայում Salt Lake City-ում իրենք ունեն իրենց ամենամեծ տաճարը եւ իրենց կենտրոնն է, բայց չէ որ ուրեմն ինչ է դուրս գալիս մինչեւ Ամերիկա գալը Հիսուս բոլոր խոստումները տվեց իր աշակերտներին, երբ Ամերիկա եկավ, արդեն մոռացավ, հրաժարվեց այդ ամեն ինչից։ Երևի իզուր չէ, որ մարդիկ էլ ով Ամերիկա է գալիս, չի ուզում Ամերիկայից գնալ։ Երևի այդպես է, բայց չէ որ Հիսուս Մատթեոս ավետարանում, երբ իր աշակերտներին հարցրեց, որ դուք ինձի համար ով կսեք, թե եմ։ Եվ Պետրոս առաքյալը պատասխանեց, որ դու ես Քրիստոս, կենդանի Աստծո որդին։ Եվ Տեր Հիսուս պատասխանեց, որ այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցիս։ Այսինքն այդ վկայության վրա Տեր Հիսուս Քրիստոս, որովհետև վեմը արդեն Քրիստոսն ինքն է, այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին։ Իսկ Ամերիկայում շինված եկեղեցին որ վեմի վրա էր շինված՝ Մորմոնի, Լիհայի, Մորոնայի, Նիֆայի, որ մեկի։ Գիտենք, որ միակ ճշմարիտ եկեղեցին դա Տեր Հիսուս Քրիստոսի եկեղեցին է, եւ եկեղեցին էլ ոչ թե այդ շինությունն է, հապա հավատացյալները, որ Քրիստոսի մարմինն են կազմում, եւ այդ եկեղեցվո գլուխը Քրիստոս ինքն է։ Եթե այդպես լիներ, ուր մնացին մարգարեությունները։ Քրիստոսի երկրորդ գալուստի համար Քրիստոս ավերեց բոլոր մարգարեությունները։ Քավլիցի։ Եվ այս է, որ մեր հավատացյալների համար, այ քրիստոնյաներիս համար Աստվածաշունչը միակ աղբյուրն է,
Հավատքի վարդապետության եւ օրենսգիրքն է բարոյական կյանքի համար եւ ամեն մի քրիստոնյա կչափե ու կդատե որևէ վարդապետություն Աստվածաշունչի ճշմարտության չափանիշներով, Այո։ որտեղ ճշմարտությունը միայն Աստվածաշունչի մեջ է եւ Տեր Հիսուս Քրիստոսը ինքն է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Փաստորեն իրենց վարդապետության մեջ չի տրվում փրկության ուղիղ ճանապարհը, ապաշխարությամբ Աստծո որդի կոչվելու եւ հավիտենական կյանքի ժառանգորդ դառնալու գրավականը, ինչպես մեզ տալիս է Սուրբ Գիրքը, եւ իրենք ամբողջությամբ աղանդավորական են, որովհետեւ նսեմացնում են Տեր Հիսուսի բերած շնորհքը եւ այն ճանապարհը, որ դեպի Հայր Աստծուն է տանում, իրենք փակել են։ Ուստի ինչ է պետք, սիրելի հայրենակիցներ, մենք այս բաները ձեզ խոսում ենք, որպեսզի զգուշանաք աղանդավորներից, ինչպես Եհովայի վկաները, այնպես էլ մորմոնները աղանդավորականներ են, եւ մասնավորաբար այն մեր հայրենակիցները, ովքեր որ մորմոնի եկեղեցին են հաճախում, նրանց զգուշացնում ենք։ Այդ ճանապարհը դեպի դժոխք է տանում։ Վստահ ենք ասում, ըստ Աստծո խոսքի ենք ասում, որովհետև իրենք նզովքի տակ են։ Իրենք դավանում են մի գիրք, որ Սուրբ գրքից շատ տարբեր է, եւ ինչպես կարդացիր Գաղատացիս 1:7 համարը, եթե մեկը գա անգամ երկնքից հրեշտակ եւ մեզ դավանի ուրիշ ավետարան սրանից տարբերը նզովյալ լինի։ Սա ինչ է նշանակում, որ իրենք եւս նզովքի տակ են։ Եթե իրենց եկեղեցին նզովքի տակ է, ինչպես կարող են իրենք մարդկանց փրկության առաջնորդել։ Հետևաբար մենք չխաբվենք նրանց քաղաքավարի մոտեցումներից, նրանց այսպես ասած գեղեցիկ խոսքերից, այլ մենք նայենք թե ինչ ասում մեզ Աստվածաշունչը, ճշմարիտ խոսքը, այն ասում է, որ Հիսուս Քրիստոսն է միակ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ուրիշ մի ճանապարհով հոր մոտ չի կարող գալ, եթե ոչ միայն Հիսուս Քրիստոսով։ Հելեն քույր, ինչ է քու պատգամդ մեր հայրենակիցներին։ Այսօր իմ խոսքս կուղեմ իմ հայրենակիցներին, իմ հայ ժողովրդին, որ դարձի կան վերջի վերջո ուշքի կան մեր ժողովուրդը եւ իմանան, որ փրկությունը ճանապարհը միայն Տեր Հիսուս Քրիստոսն է, այն Քրիստոսը, որ դարեր շարունակ մեր ազգը ջարդվեց, կոտորվեց, բայց չուրացավ այդ Քրիստոսին։ Քրիստոսի մեջ է փրկությունը, սիրելիս։ Եթե որևէ տեղ կփնտրես Աստվածը, միևնույն է այն պիտի գտնես Քրիստոսի մեջ։ Դարձի եկեք, բավական է արդեն։ Բավական է տարվելով այս ու այն աղանդներին շփոթ վիճակի մեջ լինեք։ Դարձեք դեպի ճշմարիտ Աստված, դարձեք դեպի Տեր մեր Հիսուս Քրիստոսը։ Աստված օրհն է բոլորին։ Եվ մենք վերջին օրերի մեջ ենք ապրում։ Անպայման։ Այդ են վկայում այն ամեն կատարվող իրադարձությունները, որ մենք մեր շրջապատում տեսնում ենք, նաև մեկը մեկի ետևից կատարվող մարգարեական խոսքերը, որ իրականանում են, եւ Տեր Հիսուսի գալուստը շատ մոտ է։ Սիրելի հայրենակից, արդյոք դու պատրաստ ես Տեր Հիսուսի երկրորդ գալստին։ Եթե դու Հիսուսին իբրև փրկիչ ընդունել ես, փակ Տիրոջ, բայց եթե չես ընդունել, իմացի, եթե Հիսուս գա եւ տեղի ունենա հափշտակությունը, որ իր մարմինը կազմող եկեղեցուն պիտի առնի ու երկինք պիտի տանի, այն ժամանակ դու երկրի վրա պիտի մնաս։ Եվ զգուշացիր, 7 տարվա մեծ նեղության շրջան պիտի գա, որի համար գրված է, որ մարդիկ մահը պիտի փնտրեն ու պիտի չգտնեն։ Ուստի այսօր, եթե քո անձդ խոնարհեցնես, եթե լրջությամբ մտածես այս հարցի մասին, որ մի օր քո աչքդ հավիտենականության մեջ պիտի բացես, բայց որտեղ Աստծո հետ երկնքի մեջ հավիտենական կյանքում, թե դժոխքի մեջ ծծումբով այրված կրակի լճի մեջ։ Ընտրությունը դրված է մարդու առջև եւ Աստծո խոսքը ասում է. այսօր կյանքը եւ մահը քո առջևդ եմ դնում։ Կյանք ընտրի, որպեսի հավիտյան ապրես, եւ այդ կյանքը Հիսուս Քրիստոսն է, ուրիշ մեկը չէ։ Եթե սրտովդ հավատաս, որ Տեր Հիսուս Քրիստոս քո մեղքերիդ համար մեռավ եւ հարություն առավ, եւ բերնովդ խոստովանես դա, ճշմարտապես փրկությունը պիտի ժառանգես։ Հիմա ես պիտի առաջարկեմ, որպեսի աղոթք անենք, նրանք ովքեր կուզեն մեզ միանան,
թող իր անձերը խոնարհեցնեն, թող այս առիթը գործածեն, որպիսի հավիտենական կյանքի ժառանգորդ դառնան, եւ այն պահին, եւ Տեր Հիսուս գա, նրանք լինեն այն կույսերի նման, որոնք իրենց լապտերների մեջ յուղ ունեն վառված եւ պատրաստ լինեն Փեսայի գալուստին։ Խոնարհենք եւ աղոթենք։ Անվան Փոր եւ Որդու եւ Հոգու Սրբու ամեն։ Տեր Հիսուս, սիրելի Փրկիչ, ես ընդունում եմ, որ մեղավոր մեկն եմ, մեղավոր ծնունդ ունեմ, հավատում եմ, որ դու իմ մեղքերի համար խաչի վրա մեռար, գերեզմանը դրվեցիր, բայց երրորդ օրը հարություն առար, խնդրում եմ քո սուրբ արյունովդ մաքրես, սրբես իմ բոլոր մեղքերս եւ ինձ իշխանություն տաս Աստծո որդու կոչվելու, խնդրում եմ ինձ շնորհես Սուրբ Հոգիդ, որ վերջին օրը այդ Հոգիդ ինձ հարություն տա Տեր, հավատում եմ քո կատարած գործին, քո ձեռքերի մեջ եմ հանձնվում, դու եղիր իմ Տերս ու Փրկիչս, այս ամենը Տեր Հիսուսի թանկագին արյան արժանիքով եմ խնդրում, ամեն։ Աստվածային շնորհքը, խաղաղությունը եւ սերը թող ձեր ընտանիքների մեջ թագավորի, ամեն։